Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, գտնվում եմ մի կորած մոլորված տեղ։ Գտնվում եմ անտառում դեպի Չինչին տանող ճանապարհի վրա, այսինքն ճանապարհը չի հանդամաս այստեղ, որը դժվար անցանելի է, բայց մեր մեքենայով եկանք։ Երեխաներին թաթուլոպիրուց վեր կովերը տանեն, որովհետև շատին արդեն տնից հեռացել, կողքի գյուղն են հասել։ Ես էլ ասեցի, իսկ ճանապարհին հնարավոր է, ինչ որ մի լավ հանդ, մի բան գտնենք, հավաքենք, ասեց արի։ Ասեց, որ ստեղ տեղ գիտի, որտեղ մամուխ է բռնել ծառերը, ու ասեցի, վախ, ինչ լավ է, վաղուց մամուխի կամպոտ չեն կարել։ Մամուխը ծյորինի վայրի տեսակն է, մենք դրան ենք մամուխ ասում։ Բայց ինչի եկանք ու ինչի հանդիպեցինք ու նախկին հոլովակներում ասել եմ, որ գնալու ենք Զկերի, հիմա այսօր այդպես ստացվեց։ Այս մինն էլ փափուկ, այս աուտը մամու վեկենամ։ Ահա, փափուկ էր, բա։ Դե ինչքան ուզում եմ ուտեմ վեճ, էլ եմ չի, տոբելա։ Օպա։ Տեղն էլ լավ է չի, որ կամերան հարմար տեղ տնեմ, ժողովուրդ, տեսեք, Զկերը էս է։ Փափուկն էլ այսպես է լինում։ Էդ էլ տեսակ։ Խիհամով։ Ժողովուրդ, փափկացները ուտում ենք։ Պնդերը քաղում, պնդերը արգղի մեջ դնելու ենք պատվալ նկուղում, որ փափկի, իսկ փափուկները դե այս պնդերի արանքում պատկերացնում եք, չէ, կլղճվի, մնացածն էլ ամբողջությամբ կփչացնի։ Ինչ ենք սարքում Զկերից, ժողովուրդ, Զկերից սարքում ենք կամպոտ, սոկ ենք անում ու ինչպես ենք անում, եփում ենք, դնում մի կողմ, թողնում որ սառչի ու այդ սառը եփած արդեն Զկերը մաղով անց ենք կացնում, լավ սոկը այդպես է էլի ստացվում, մաղով անց կացնելուց հետո այդ գիսաթանձր զանգվածը դնում ենք կրակին, շաքարավազ ենք ավելացնում ըստ ճաշակի ու կամպոտ սարքում։ Նաև թթու են դնում, ժողովուրդ, Զկերը ուղակի լվանում լցնում են ջրի մեջ, կափարի չփակում դնում են մի կողմ, թողնում են այդպես մի քանի օր հետո ինքը փափկում է ու ուտելիս չեք պատկերացնի ինչքան համով է լինում։ Այդ է Զկրի թթուն։ Անում են նաև զկռմածուն, ժողովուրդ, էփում են, էլի մաղով անց են կացնում ու արդեն սա որպես ճաշ են մատուցում, դնում կրակին, եթե չեմ սխալվում, լավ չեմ հիշում, էլի, ալյուր են լցնում, մի քիչ խառնում ու նաև շաքարավազ, հա, թանձր ինքը շատ համով էլի բան է։ Էնպես որ մեր հանդերում վնասակար ոչ մի բան չկա։ Սիրելի հետևորդներ, խոսենք նաև օգտակարության մասին, այսինքն նայած դեպքում օգտակար այդպես ասեմ, փորացավին շատ լավ է, ինքը պնդացնող հատկություն ունի ու ում փորը որ թույլ է, կարա օգնի, տետրացիկլինից լավ դեր է տանում։ Իհարկե այդ դեպքում օգտակար է, բայց ով էլ որ հակառակ խնդիր ունի, նրա մոտ էլ տեսեք օգտակար է, թե վնասակար։ Ահա։ Հրեսս էլ է փափուկ։ Ժողովուրդ, ովքեր չգիտեն, ասեմ, որ Զկերը կորիզավոր միրգ է, մեջ փոքր կորիզներ ունի, բայց չեն հանում էլի կորիզները այդպես, կորիզավոր կորիզները հետը ուտում են, ուզի ասեմ կորիզավն ուտում են, ասել են հավաչկսմուններ, ժողովուրդ, հլա տեսեք ես ինչի եմ հանդիպել, շատ սիրուն, շատ,
Էս էլ ընտիր։ Էս էլ ծաղիկնի։ Սիրելի հետևորդներ, այն տարածքում ինչքան կար քաղեցի բրծա, մեքենան այն ավերևը կանգնածա, բարձրանամ, բայց ես արանքում էլ ծառեր կա, տենամ կա, վեդրես լցնեմ էլի ամոթա։ Կարծում եմ կճարվի էրի ծառ, որովհետև ինչպես ամեն հոլովակում ասում եմ, Շամշադինում բնությունը շատ հարուստ է ու հաստատ կգտնեմ ինչ որ բան վեդրես լցնիլի համար։ Опась։ Դու արի մեր հետ քինա հոգնիլ դես հերույա։ Այդ երեխաները էս էլ կովերի մի մասը մի քիչ էլ են ծառերից են կողմ անտառի ներսում կան։ Էդ էլ հավաքում են միտեղ ու էտա երեխաները կովերը տանեն գյուղ, մենք էլ մի քիչ էլ քաղենք զգեր ու մենք էլ շարժվենք։ Սիրելի հետևորդներ, գնալով, այսօր դարձավ մի քանի աշխատանքի, մի քանի բերքահավաքի օր, գիտեք ինչ եմ գտել։ Ես չեմ էլի գիտել Թաթուլն ապիրել ասել, ինչքան ուզում ես քաղի։ Երևում է, չէ, մամուխա։ Շատ առողջ ճարարա, ահա որ շատ առողջ ճարարա, աղիքներին շատ լավ է, բայց փուշն էլ որ հանկարծ ծագեց, գնա գալիս եմ։ Մի հատ հլա ուտեմ, տնամ շատ թթու է։ Ժողովուրդ, էս ինչ համոնի, հա ջան։ Ինչա փորձեցի։ Հա։ Ու մի անգամից լուզուս ստորացավ։ Հա, տիպա մի քիչ ինքը։ Մի քիչ խեղտող։ Բայց շատ համով է։ Հիմա արդեն խեղտում է։ Քանի որ մութն ընկնելու վրա է, կապ չունի արևես, ամի անգամից տնալու ենք մտնեց։ Տեսախցիկս էստեղ միտեղ եմ դնում ու արագ քաղում եմ, որ տանեմ համով կամպոտ սարքեմ։ Ջան, սիրտիկ իրա փուշը մատա ծակում, որը լավը չլի չքաղես։ Էս լավն է։ Հա, իրա փուշը չծակի, որը լավ։ Դեստի ենքան կա որ թաց ջան։ Հա։ Էս էլ։ Հա, այդ տնում ես էլի ենա լավել վրնա լավը։ Ավերը այսը հեյա չքաղեմ։ Չէ, այդ դրանք չէ։ Մի քիչ դեննես քինեմ մեռնեմ քեզ։ Զգուշ, չէ, զգուշ ես սինում։ Էս բատո։ Այդ հեչ։ Հենց անում այն բալեն մատը չծակի, որովհետև այնքան դժվար է։ Յո, դժվար է լավ անում, զգուշ, բա այդքան ասում եմ։ Կարմիրի անգամ կտրախի։ Այ է կարմիրի։ Քանի հատ է։ 22։ Արա թե դանենի։ Արա դանենին առանց հասու։ Յո, 8 Կա ու մի հատ է դեպ։ Չեք է քլի դեմի։ Գիտեմ այս եփ ֆանից հաց արավ ինքն էլ։
Ժողովուրդ շատ է բռնած, բայց սա քաղելու ենթակա չի, պիտանի չի։ Որը արդեն փչացել է, չորացել կպել ճյուղից, որը ուղղակի տեսնում ես, որ կողքից փչացած է, դրանք չենք քաղում։ Ավելի լավ է քիչ քաղենք լավը, քան թե այնքան որ վեդրեն լցնենք, էլի։ Լա մոտիկ եկեք, տեսեք, այ։ Սա է։ Հա, սրա վրա ավելի առողջ է, այն մի տեղը, որ քաղում էի, այնտեղ շատը փչացած էր։ Այն, որ գիտենք, որ շատ առողջ արարա, այդքանը հերիք հա, որ ընգնենք ես փշերի մեջն ու քաղենք։ Քաղացս որ ինքև ապսուս։ Այնքանը սուր են ճյուղերը ժողովուրդ, այն ձև փշեր ունի որ։ Բա մի հատ էլ համը տնանք տնամ էղոլիններ լավը թե էզղոլինը։ Ահա։ Այնքան համով, այնքան անբացատրելի համեր ունեն ես անտառներից քաղած բերք ու բարիք ժողովուրդ, այդ խանութներին համին չեն, իսկականից։ Շատ արամատը թունդ, այն որ ուտում ես թթուել է, բայց ասում ես, այս ինչքան համով է, այ այդ վիճակն է։ Վակցեցի քաղացս էլ։ Իվերնի մաման, ջանին, չան գրեց ես անդերիքը։ Ապրես, շատ ապրես։ Կուպես էլ անուշ հոտակյալ, ես ինչքան ալավը, վախ։ Քո հոտն էլ կպլա ծաղիքներին ու ընտիր հոտակյալի, հա։ Սիրելի հետևորդներ, մեր այսօրվա հոլովակն էլ ավարտենք այսքանով։ Շատ լավ օր ունեցանք ու մեր բերք ու բարիքը, մեր վեդրոները ոնց են ասում, լիքը գնում ենք տուն։ Այն վաղտ որ գնում ենք մոշի կամ մի հանդի ասում են, տերտակամանով հետ չենք քինա։ Հիմի տերտակամանով հետ չենք քինա։ Մի վեդրո մամուխ ունենք, մի վեդրո էլ զիգերմանք վերնենք, ընդամենը 4 հոգի։ Բայց մամուխի համար էլ առավել ուրախ եմ, որովհետև ինքը շատ օգտակար ու առողջարար է, ոչինչ որ կակազում եմ, տանում եմ լվանամ կամպոտ սարքեմ։ Չէ, այսօր չէ։ Իմիջայլոց այսօր տեքորս Դավիթի ծնունդն է, բոլորով միասին ասում ենք շնոր, հա, որ։ Շուշնաս մայրեք Դավիթ բեկից տորթ եմ առել։ Ասում եմ մի մուկ տոպրակում դրու այդ կաս իշխատողն ասում է դե մինա տնալ դենգելի է դրես թաքուն տանեմ հիմի ծնունդը դժվար թե տնակ այդ հոլովակ չենք նկարում շատ որ ենք լինելու ձայներ ավել պակաս բաներից խուսափելու համար սա տանում ենք տեղավորենք ու մենք գնանք ծնունդը նշելու սիրելի հետևորդներ ովքեր նոր են միացել ալիքից բաժանորդագրվեք լայքեք հոլովակներս եւ գրեք մեկնաբանություններ սիրում եմ բոլորիդ ահա մի բան էլ Հրաչ սալիքի մասին չմոռանաք, как живется в Շամշադինե։ Բաժանորդագրվեք նաև իմ բալի ալիքին, ու այսպես բոլոր ալիքներով աճում ենք, բարձրանում ենք, հետևորդներով շատանում ենք, կարոտի թևինն էլ երրորդը։ Այդքանը, մնացեք բարով։